Սիրված դերասանուհի Ռոզա Դավթյանն ինստագրամյան հարթակում այս անգամ իր մայրիկի մասնակցությամբ մի քանի հրապարակում է արել։ Մայրիկը թխվածք է պատրաստում, իսկ Ռոզան նկարահանում է ողջ ընթացքը։ Տեսանյութում Ռոզա Դավթյանի մայրիկը ասում է, որ Ռոզան սկեսուր մայրիկի հետ այլ կերպ է խոսում, իսկ իր հետ այլ կերպ է խոսում։ Ռոզայի մայրիկի հումորային դիտարկումը հաջորդիվ։ Մամ, հետո ինչ ես պատրաստում։ Ասա։ Ասեմ, մայրիկի հետ ոնց ես խոսում, մամայի հետ։ Հիմա ես գցեմ մեջ։ Ասում Մարիա քուրիկա հետ։ Մամային է, մամա շուտ արա։ Դե ասա հետո։ Ուզում ես ջոկես քեզ եմ նկարում, թե չէ։ Հայ, ձեզ չեմ տեսել։ Դեմ ասացից դրա ես ծիծաղում։ Գեղը։ Բա ինչ ես սարքում։ Բայց դա դրոք կփոքի։ Հենց սենց գցել եմ։ Ինչ ես սարքում։ Սարքում եմ պիրոկ։ Ինչով։ Շիրտուտ ինչով որոզի։ Լավաշով։ Հումորով ու մեկ նման։ Մայրիկիս։ Այս զրզմփա Այս տանջակի զրզմփա ապարատը վերելա, որ պիրոկ սարքի։ Ուզում եք ռեցեպտն ասեմ, դուք էլ սարքեք։ Կասեցնամ գաղտնիքները։ Չէ։ Կարաքարության կամ եմ տենում, որ ձորք են։ Որ հարվ է մեջ։ Հետո 5 ձույ աստեղ լցրել։ Այդ կարաքը լցնելու ես սրա մեջ։ Հետո կարաքը ավելացրեցինք ինչին։ Խոսամա։ Ես չգիտեմ ռեցեպտը, դու պիտի ասես։ Ձվին կադրս ինչ փչացնում է, ձվին ու ինչին։ Տեսակին, հետո ձետ ու կարակ։ Ոստեղ մաման ինչ-որ ճաշ է պատրաստել, այդ ճաշն ավելացնելու։ Ինչ է, այդ ճաշի մեջ ինչ է։ Քացախ խնդորի։ Մի րոպե, ինը սմետանի քացախ է։ Չէ, հիմա քացախ ենք ավելացնում։ Բայց ես ինչ է, սմետանու ինչ։ Սոդա։ Սոդա, բա մածուն։ Մի գտարել մածուն։ Ու հիմա է քացախ։ Վաա։ Այդքան քացախոր լցրեցիր։ Մենք պերաշկ ենք պատրաստում։ Սա մեր պատրաստի արդյունքներն են։ Այսպես կփորձեմ և կասեմ եմ կարծիքը։ Բայց շատ լավ նախմոր է եղել։ Ընտիր է եղել, խմորն է շատ լավ է։ Բոմբչկա է, փորձել է պետք։ Ոստեղ պատրաստել ենք, արդեն նավնեց եմ ասում պատրաստել ենք, պատրաստել նապոլեոններ ընտիր, սպասում ենք մի քիչ փափկի ու թռչնիկաթի երկու դիզայնով ենք արել, ընտիր է, ես փորձել եմ կրեմը։ Այսքան խմորով պատրաստելու ենք հաց։
Թուղթը դնել չստացվեց, նենց որ կդիմենք ուրիշ մեթոդների։ Ձիթապատ ունենք։ Հիմա խմորը պետք է տեղադրենք մեջը։ Ու ավելացնում ենք սեմուչկաներ հացի վրա։ Ու տեղափոխում ենք գազօջախ։ Գնում ենք հիմա արդեն գազօջախը, ինչքան է 200-ի տակ ամիացրած և սպասում ենք։ Մեր հացը պատրաստ է, արդեն հանում ենք։ Դերասանուհի Ռոզա Դավթյանը բավականին սիրված է հանրության կողմից։ Վերջին զանգը հեռուստասերիալում նկարահանվելուց հետո այս դերասանուհու հանդեպ հետաքրքրությունն առավել շատացավ։ Սակայն պետք է նշենք, որ դերասանուհու մասնակցությունը տվյալ հեռուստասերիալին մեծ հնարավորություն տվեց ունենալու հանդիսատես և հեռուստադիտող։ Դերասանուհի Ռոզա Դավթյանի մասնակցությամբ այս հեռուստասերիալը նախորդ ամսին մոտեցավ իր ավարտին, սակայն օրեր անց սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանը հայտարարեց նոր գոյամարտ հեռուստասերիալի մասին։ Շատերը սպասում էին, որ Ռոզա Դավթյանը այս հեռուստասերիալում ևս զետեղված կլինի։ Նա Դիանա Գրիգորյանի հետ մի քանի հրապարակումով էր հանդես եկել, այդպիսով կարծես թե ակնարկելով, որ ինքը ևս մասնակցությունն ունի նոր հեռուստասերիալում, սակայն ավելի ուշ հերքել է լուրերը։ Նրան օրերս հարց են հղել. Ռոզա ջան, շատ կցանկանայինք ձեզ տեսնել գոյամարտ ֆիլմի դերասանական կազմում։ Վստահ ենք, որ ձեր ներկայությունը կզարդարի ֆիլմը։ Անսահման շնորհակալ եմ այսքան մեծ ուշադրության համար։ Բոլոր տեղերում նկատում եմ անունս ու գնահատում եմ, որ զգում եք բացակայությունս։ Ես ևս շատ սիրում եմ իմ հեռուստադիտողին, մեր անձնակազմին, բայց առաջիկայում երկարատև նախագծեր չեմ նախատեսում։ Հուսամ այդ պատասխանով վերջ կտրվի ահռելի հարցերի հոսքին, վերալիցքավորվեմ, ուժերս հավաքեմ ու վերադառնամ։ Այսպիսով Ռոզա Դավթյանը հերքում է այն լուրերն ու խոսակցությունները, թե ինքը մասնակցություն է ունենալու գոյամարտ հեռուստասերիալում։ Այսպիսով շատ հեռուստադիտողներ տխրել են, քանի որ իրենց սիրելի դերասանուհուն հնարավորություն չեն ունենա ամեն օր տեսնել հեռուստաէկրաններին։ Նշենք նաև, որ ի տարբերություն Ռոզա Դավթյանի, Լևոն Մկրտչյանը այս հեռուստասերիալում զետեղված է։ Դերասանուհի Ռոզա Դավթյանը, ով մշտապես ակտիվ է ինստագրամյան հարթակում, ժամանակ առ ժամանակ հրապարակումների տեսքով է հանդես գալիս, այդպիսով ցույց տալիս իր առօրյա կյանքից դրվագներ։ Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Ռոզան իր ամուսնու և ընտանիքի անդամների հետ մեկնել էր արտերկիր հանգստանալու։ Այդպիսով նրանք յուրաքանչյուրն իր ինստագրամյան էջում հրապարակումներ էին անում, ցույց տալով իրենց գերշքեղ հանգստից բացառիկ կադրեր։ Այս ամենի մասին ավելի ուշ։ Դերասանուհին այսօր ինստագրամյան հարթակում հրապարակումով է հանդես եկել, ցույց տալով իր գեղեցիկ ծաղիկները, այդպիսով նաև ցույց տալով իր և Գուրգենի գեղեցիկ բնակարանը, որում նրանք ապրում են։ Նշենք նաև, որ բնակարանը զույգը ձեռք է բերել ամուսնությունից հետո։ Տևական ժամանակ վերանորոգման փուլում էր գտնվում այն, դե իսկ այսօր նրանք վայելում են գեղեցիկ տունը։ Ի դեպ, այս բնակարանը գտնվում է նորակառույց թաղամասում։ Երիտասարդ և սիրված դերասանուհի Ռոզա Դավթյանը ընդամենը օրեր առաջ ավարտեց իր գործունեությունը Վերջին զանգը հեռուստասերիալում։ Սերիալը մոտեցավ իր ավարտին։ Այս դերասանուհին նկարահանվելով այս սերիալում էլ ավելի մեծ սեր ու հարգանք վայելեց։ Չնայած նրան, որ դերասանուհին տարիներ առաջ նկարահանվել էր մեկ հեռուստասերիալում, այնուամենայնիվ հասցրել էր մեծ ճանաչում, սեր ու հարգանք վայելել հեռուստադիտողի կողմից, դե իսկ այս հեռուստասերիալը էլ ավելի ամրապնդեց այդ ամենը։ Ինստագրամյան հարթակում օրորի ավելանում են Ռոզա Դավթյանի հետևորդների քանակը։ Այս տարի դերասանուհին ամուսնացավ, դե իսկ այս ամուսնությունը նրա անձնական կյանքը էլ ավելի շատ հետաքրքրություն առաջացրեց մարդկանց շրջանում։ Ամանորին Ռոզա Դավթյանն իր ամուսնու ընտանիքի, ինչպես նաև իր մայրիկի և եղբոր հետ մեկնել է հանգստի, նրանք գտնվում են Եգիպտոսում։ Ընտանիքի անդամները պարբերաբար հրապարակումների տեսքով են հանդես գալիս, ցույց տալիս, թե որքան լավ ժամանակ են միմյանց հետ անցկացնում։ Երեկ Ռոզա Դավթյանի սկեսուրը հրապարակել
իր հարսի մասնակցությամբ լուսանկար եւ գրել ինտիկնիկ դե իսկ Ռոզան այսօր եւս մի քանի հրապարակումներ է արել ցույց տալով թե որքան գեղեցիկ հանգիստ են վայելում իրենք Եգիպտոսում ներկայացնում ենք սիրված դերասանուհու մասնակցությամբ լուսանկարները առանց մեկնաբանության Դերասանուհու ամուսնու մայրը եւս բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում, ով տարածումներ է անում եւ կիսվում իր հարսի գովազդային հոլովակներով, այդպիսով նա ցանկանում է խթանել նրա գործունեությանը եւ ինչ-որ չափով օգնել դիտելիության հարցում։ Օրերս վերջինս իր թորնիկի մասնակցությամբ հրապարակում է արել, դրան գծելով «Դու իմ երջանկությունն ես» երգը։ Հավելենք նաև, որ համացանցում ակտիվորեն տարածվում են նաև Ռոզա Դավթյանի եւ նրա սկեսուրի մասնակցությամբ լուսանկարները։ Ռոզա Դավթյանի սկեսուրը տարածել է ինստագրամյան էջում մի հրապարակում, որտեղ Ռոզայի ամուսնու Գերդաստանն է, տատիկ-պապիկը իրենց թոռների մասնակցությամբ ներկայացնում ենք այս ջերմ կադրերը եւ նաեւ հիշեցնում, որ օրեր առաջ էլ դերասանուհին հրապարակել էր մի հոլովակ։ Հոլովակում դերասանուհին մի քանի կերպարներով ցույց է տվել, թե ինչ սկեստ կարելի է կրել, օրինակ նշանադրությանը, նախարարսանեկան խնջույքին, ապա երեխայի սեռը պարզելու արարողությանը, փոքրիկի ծննդից հետո նրա մկրտությանը եւ այդպես շարունակ։ Համացանցում ակտիվորեն տարածվում է այս հոլովակից առանձնացված մի կադր, որտեղ դերասանուհու ձեռքին կապույտ եւ վարդագույն դրոշակներ են։ Սա տպավորություն է ստեղծում, որ դերասանուհին պատրաստվում է մայրանալ եւ այդպիսով պարզում է երեխայի սեռը, սակայն այդպես չէ։ Նա այս հրապարակումով նաև ցույց է տալիս, թե ինչ տեսքով կարելի է պարզել սպասվող փոքրիկի սեռը։ Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք վերջին օրերին դերասանուհին ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ընթացքում խոսում էր տարբեր հարցերի մասին, պատասխանում հետևորդներին հետաքրքրող տարբեր հարցերի։ Նրան հետևյալ հարցն էին ուղղել. Շատ հետաքրքիր է, թե ոնց եք ծանոթացել ձեր ամուսնու հետ։ Ձեզ շատ եմ սիրում։ Ռոզա Դավթյանը խոստացել է մոտ ժամանակներս տեսանյութով հանդես գալ եւ հենց տեսանյութի միջոցով պատմել իր եւ Գուրգենի ծանոթության մասին։